Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 2025 թվական դեկտեմբերի 18 Մայրաթոր Սուրբ Էջմիածին Մայր տաճարում ոստիկանական պատն է բաժանում կաթողիկոսի աջակիցներին եւ նրա հրաժարականը պահանջողներին։ Եկեղեցի իշխանություն բախումը հասավ գագաթնակետին, սասանվում է հոգեվորը, պարակտվում հավատը։ Տաճարի զանգերը, որ դարեր շարունակ հաշտություն ու համբերության ձայն էին հնչեցրել, այժմ խլանում էին ամբոխի զայրույթի փոխադարձ մեղադրանքների ու սադրիչ բղավոցների ներքո։ Ներկայիս մեր իշխանությունը այս ճանապարհով ընթանալով գնում է դեպի համակարգային ճգնաժամ։ Ինտելիգենցիայի շերտը զգալիորեն ավելի ուժեղ է հասարակության վրա ազդելու համար, եւ այստեղ շատ անհրաժեշտ է նրա մոբիլիզացված կարծիքը, այն լուծումը գտնել, որը Սողոմոնյան կլինի եւ դուրս կբերի մեզ ստեղծված իրավիճակից։ Հայը ներսից թշնամին դրսից է քանդում մեր հոգևորն ու արժեքները, ասում են մասնագետները։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները առ այսօր քարերի հետ են կռիվ տալիս։ Թշնամին չի հանդարտվում, շարունակում է սպիտակ եղեռնը, հիմնահատակ ջնջելով հայկական հետքը պատմական Արցախից։ Օկուպացված տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության վանդալիզմի դեպքեր գրեթե ամեն օր են գրանցվում, իսկ դրանց ծավալները օրեցօր մեծանում են, պղծում, այլափոխում ու քանդում են մեր հազարամյա եկեղեցիները, վանքերն ու խաչքարերը։ Միայն թե հիմա ավելի խորամանկ են գործում, նորոգման աշխատանքների անվան տակ են հաշվեհարդար տեսնում ու մեր եկեղեցիները աղվանական ներկայացնում, ինչպես դա արեցին Սուրբ Ղազանչեցոցի հետ։ Խնդիրը ոչ միայն Արցախի ժառանգությունը ոչնչացնելն է, այլ այն, որ շատ անհանդուրժողականություն է մշակութային բազմազանության կոնցեպտին առհասարակ։ Սա աշխարհի մշակութային ժառանգությանն է հարված, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բոլոր կոնվենցիաներում նշում է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն համամարտկային ժառանգության մի մասն է։ Արցախում մենք թողել ենք 5658 մշակութային հուշարձան, որից 385-ը եկեղեցիներ, 60-ը վանքեր։ Հայկական 2025 թվական դեկտեմբերի 18 Մայրաթոր Սուրբ Էջմիածին Մայր տաճարում ոստիկանական պատն է բաժանում կաթողիկոսի աջակիցներին եւ նրա հրաժարականը պահանջողներին։ Եկեղեցի իշխանություն բախումը հասավ գագաթնակետին, սասանվում է հոգեվորը, պարակտվում հավատը։ Տաճարի զանգերը, որ դարեր շարունակ հաշտություն ու համբերության ձայն էին հնչեցրել, այժմ խլանում էին ամբոխի զայրույթի փոխադարձ մեղադրանքների ու սադրիչ բղավոցների ներքո։ Ներկայիս մեր իշխանությունը այս ճանապարհով ընթանալով գնում է դեպի համակարգային ճգնաժամ։ Ինտելիգենցիայի շերտը զգալիորեն ավելի ուժեղ է հասարակության վրա ազդելու համար, եւ այստեղ շատ անհրաժեշտ է նրա մոբիլիզացված կարծիքը, այն լուծումը գտնել, որը Սողոմոնյան կլինի եւ դուրս կբերի մեզ ստեղծված իրավիճակից։ Հայը ներսից թշնամին դրսից է քանդում մեր հոգևորն ու արժեքները, ասում են մասնագետները։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները առ այսօր քարերի հետ են կռիվ տալիս։ Թշնամին չի հանդարտվում, շարունակում է սպիտակ եղեռնը, հիմնահատակ ջնջելով հայկական հետքը պատմական Արցախից։ Օկուպացված տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության վանդալիզմի դեպքեր գրեթե ամեն օր են գրանցվում, իսկ դրանց ծավալները օրեցօր մեծանում են, պղծում, այլափոխում ու քանդում են մեր հազարամյա եկեղեցիները, վանքերն ու խաչքարերը։ Միայն թե հիմա ավելի խորամանկ են գործում, նորոգման աշխատանքների անվան տակ են հաշվեհարդար տեսնում ու մեր եկեղեցիները աղվանական ներկայացնում, ինչպես դա արեցին Սուրբ Ղազանչեցոցի հետ։ Խնդիրը ոչ միայն Արցախի ժառանգությունը ոչնչացնելն է, այլ այն, որ շատ անհանդուրժողականություն է մշակութային բազմազանության կոնցեպտին առհասարակ։ Սա աշխարհի մշակութային ժառանգությանն է հարված, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բոլոր կոնվենցիաներում նշում է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն համամարտկային ժառանգության մի մասն է։ Արցախում մենք թողել ենք 5658 մշակութային հուշարձան, որից 385-ը եկեղեցիներ, 60-ը վանքեր։ Հայկական կողմին հասած տեղեկություններով մինչև այսօր 7 եկեղեցի ու բազմաթիվ խաչքարեր են ոչնչացրել վայրագները։ Ստեփանակերտում ոչնչացրել են մոնումենտալ բոլոր կոթողները։ Դրանք կիսաանդրիներ են, արձաններ, ցայտաղբյուրներ։ Փաստացի Ստեփանակերտում չի մնացել մոնումենտալ արվեստի որևէ կոթող, ոչնչացրել են քաղաքի պատմական թաղամասերը եւ գերեզմանոցները։ Սա էլ է քիչ, հատուկ ուշադրության են դարձնում սիմվոլիզմին, այդ է նաև պատճառը, որ հենց սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը քանդեցին Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։
Առաջնահերթ սկսում են ոչնչացնել այն հուշարձանները, որոնք որ հազարամյակների պատմություն ունեն։ Սա արվում է Իլհամ Ալիևի հրահանգով։ Հադրութի օկուպացիայից հետո Ալիևը գտնում էր Ծակուրի գյուղում եւ հենց Ծակուրի գյուղի եկեղեցու բակից էր հրահանգել, որ պետք է եկեղեցիների խաչքարերի վրա արկա հայկական արձանագրությունը մաքրել, ներկայացնելով թե իբր հայերը դրանք հայաֆիկացրել են, այսինքն իբր այդ եկեղեցիների վրա արձանագրությունները չեն եղել եւ ավելացվել են ընդամենը 91 թվականից։ Ձեռագիրը տարիներ շարունակ նույնն է, նպատակը մեկը ջնջել, սրբել հայկականը։ Արցախի բռնազավթումից հետո պետությունը մատը մատին չի տվել մեր մշակութային ժառանգությունն ու հոգևոր արժեքները փրկելու պաշտպանելու համար։ Պնդում են փորձագետները, մինչդեռ Արցախի կորստից հետո մասնագետները անդադար ահազանգում էին, որ քրիստոնեական ամբողջ ժառանգությունը վտանգված է հայոց բնորանում։ Լսող սակայն չկար։ Արդյունքում մշակութային վանդալիզմի այս երկարատև շղթայից հետո ունենք կոտրված, փշրված հուշարձաններ ու պղծված մշակույթ։ Նորից հորդորում են մասնագետները, արթնացման կոչ հնչեցնում, թշնամուն զսպել է պետք կանգնեցնել, քանի դեռ բռնապետի ձեռքը չի սրբել ամբողջ հայկականը։ 2025-ը հարուստ էր իրավական դաշտում գրանցված մեծ ու փոքր իրադարձություններով, ցավոք իրավապաշտպանների տեսանկյունից դրանց գերակշիռ մասը վնասել էր մեր արդարադատության համակարգը։ Առաջին օղակը, որն ուղղակի երերած հարվածների պատճառով անմեղության կանխավարկածն է, ֆունդամենտալ սկզբունք, որի համաձայն մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չկա հակառակը հաստատող դատավճիռ։ Եթե մենք հանում ենք անմեղության կանխավարկածը, նշանակում է դատարանները ավելորդ են։ Անձը համարվում է մեղավոր արդեն իսկ կասկածի պահից։ Իրավապահների կողմից սրբազան շարժման հետ կապված գործողություններից անմիջապես հետո տարբեր падգամավորներ եւ պաշտոնյաներ բաց տեքստով սկսեցին հայտարարել, որ ձերբակալված անձինք հանցագործ են, ահաբեկիչ են եւ այլն։ Եթե երկրի բարձր էշելոններում համոզված են, որ մարդիկ հանցագործ են, ապա ինչի համար են քննիչները, դատախազներն ու դատավորները։ Պարզ է, չէ, որ քրեական գործի համար փորձելու են ղեկավարի կարծիքին համապատասխան ավարտ ապահովել։ Ազգային ժողովը օրերս հայտարարություն է ընդունել, որտեղ խստորեն դատապարտում է ահաբեկչության նախապատրաստությունը Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է այդ հայտարարության մեջ, որ այդ անձինք խստագույնս պատժվելու են նման դատողություն անելը, ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաև իրավապահ մարմիններին ուղղորդում։ Հաջորդ տենդենսը, որը նկատվեց անցնող տարում, արտահայտած խոսքի համար քրեական գործերի հարուցումն է։ Սկսվել է ակտիվ կիրառվել մի պրակտիկա, երբ սոցիալական ցանցերում արված գրառումը գնահատվում է որպես խուլիգանություն։ Վերջին օրինակներից փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործն է։ Այն հարուցվել է սոցիալական ցանցում իրավապահ համակարգի քննադատության համար, որտեղ նա կիրառել է կոպիտ արտահայտություններ։ Դատարանը կայացրել է կալանքի որոշում, որը հետագայում փոխել է այդ թվում միջազգային կառույցների բարձրացրած աղմուկից հետո։ Իրականում չհիմնավորված կալանքի ենթարկվելու համար պարտադիր չէ պաշտոնյաների ուշադրության կենտրոնում հայտնվել, բավարար է ուղղակի լինել կասկածյալի կարգավիճակում։ Ցուցիչ է նա, թե ինչքան են դիմում քննիչները կալանքի եւ ինչքան տոկոսն է բավարարվում։ Ու միշտ Եվրոպայի խորհուրդը, միջազգային կառույցները քննադատել են, որ այդ տոկոսը Հայաստանում եղել է 90 եւ բարձր։ Մեկ այլ իրավական խնդիր, որը ակներև դարձավ անցնող տարում, որը կապված է մարդկանց հավաքներին մասնակցելու շահագրգռման քրեական հոդվածի հետ։ Կա իրավիճակ, երբ անձը մեկ այլ մարդու համար ծնունդ է գնում հավաքի ճանապարհին։ Հիմա նա նյութապես շահագրգռում է մյուսին, պետք է արդյոք պատժել նրան։ Որն է խնդիրը։ Խնդիրը արժանավատությունն է հավաքի։ Է շատ լավ հավաքի կազմակերպիչ հետո պետք է փողով մարդ բերի, արժանավատ չլինի հավաքը, իր շարժում չստացվի, իր խնդիրն է դա։ Ինչի պետք է պետությունը դա կարգավորի։ 2025-ի աչքի ընկած իրավական խնդիրներից մեկն էլ գաղտնալսումների գերառատությունն է։ Պարզվում է դատավորները աչ ու ձախ գաղտնալսման սանկցիա են տալիս իրավապահներին, առանց խորանալու, թե օպերատիվ այդ գործողության համար կան հիմքեր, թե ոչ։ Խոսքը հարյուրավոր դեպքերի մասին է։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմեց 8.3%։ Այս ցուցանիշը հրապարակվեց նաև կառավարության տարեվերջյան նիստում։ Գործադիրի անդամներն ի դեմս Փաշինյանի գոհ էին, ուրախ, մի քիչ էլ երջանիկ, որ կարողացել են այդպիսի ցուցանիշ ապահովել։ Գործադիրն իր գոհունակությունը տարվա աշխատանքից փորձեց արտահայտել գրեթե բոլոր հարթակներում, տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու՞ չէ նաև քեֆ ուրախություններում։ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը
միանալու ժամանակն է։ Կենսաթոշակառուի նպաստառուի համար կարևոր եւ էական չէ ոչ այդքան հասկանալի վիճակագրական թվերը։ Օրվա հացի կարոտ սոցիալապես անապահով ընտանիքին ճոխ թվեր ներկայացնելով չես կարող համոզել, որ նա լավ է ապրում։ Բնակչությունը աղքատացել է, սպառողական վարկերի չափականակը ավելացել է, ասում եք տնտեսությունն աճեց։ Հաջորդը 10%-ով աճել է առողջապահական ծառայությունները, հիվանդանոցային այցելություններ են եղել, շատ ավելի բուժման ծախսեր են եղել մարդկանց մոտ։ Դրա հաշվին տնտեսությունը աճել է։ Մենք տարեկան առնվազն 7% տնտեսական աճ պիտի ապահովենք։ Հիշում եք Փաշինյանը կառավարության առջև խնդիր էր դրել, որ յուրաքանչյուր տարի պետք է 7% տնտեսական աճ ապահովեն։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանում արձանագրվեց 12.6% տնտեսական աճ։ Հետո այդ ցուցանիշը սկսեց աստիճանաբար նվազել եւ 2024 թվականին հասավ մինչեւ 5.9%-ի։ Տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի։ Եվ վերջապես կանխատեսվում էր Հայաստանի համար նվազեց վերարտահանման ուղղության ծավալները դեպի Ռուսաստան։ Այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Միանշանակ վերարտահանումը ազդել է տնտեսական անկման վրա, արտահանման անկման վրա։ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը վերջին հրապարակված վիճակագրական տվյալներով 45%-ով անկում է ապրել։ Հայաստանի իշխանությունները հաճախակի հայտարարում են, թե դիվերսիֆիկացնում են արտահանման շուկաներ։ Սլաքները դեպի Եվրոպա արևմուտք են ուղղել։ Եվրոպական միությունն ըստ տնտեսագետների չի կարող Հայաստանից ապրանքների ներկրում իրականացնել, քանի որ Եվրոպան ևս ապրանքների սպառման խնդիր ունի։ Հայկական գինին չի կարող մրցակցել պորտուգալական գինու հետ, իսպանական գինու հետ։ Հայկական կոնյակը չի կարող մրցակցել ֆրանսիական կոնյակի հետ։ Մինչև տարին կավարտվեր կառավարությունն ավելի արագորեն պարտք ներգրավեց։ Պետական պարտքը հատեց 14 միլիարդ 200 միլիոն դոլարը։ Պարտք ինչ խոսք, գրեթե բոլոր պետություններն են ներգրավում։ Հարց է, արդյունավետ, նպատակային են այն ծախսում արդյոք։ Չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, դա ասենք, զենք են կարել։ Այսինքն ինչ է նշանակում պարտքը ներգրավել ու զենք են ձեռք բերել։ 2026 թվականի համար պարտքը 1.5 միլիարդ դոլարով ավելանալու է եւ պարտքի ավելացմանը զուգահեռ ռազմական կարիքների բավարարման տողով 100 միլիարդով նվազեցում է գնում։ Կառավարությունների սովորությունն է այդպիսին հասարակության մեջ տնտեսական ճոխ ֆոնն ապահովելու համար պետք է դիմել պոպուլիստական ժողովրդահաճո քայլերի։ Եվ դա իշխանությունները տարվա վերջին իրականացրեցին, հացահատիկ ներկրեցին Ղազախստանից, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Առաջին խմբականակը պարզվեց ցածր սորտի է եւ հետո ժողովրդահաճո դոզան ավելի բարձրացնելու համար Հայաստան ներմուծվեց ադրբեջանական բենզինը։ Սա շարունակական չի լինելու, որովհետև սա ընդհանրապես ժեստերի մի փառատոն է։ Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Կիպրոսից ներդրումները նույնպես նվազել են։ Ըստ տնտեսագետների Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ, կան նաեւ անվտանգային խնդիրներ։ Դրանք այն ռիսկերն են, որոնք տարածաշրջանում կան եւ ներդրողները դրանք հաշվի են առնում։ Եկող տարի կառավարության ծրագրերի առաջնահերթություններից են լինելու բռնի տեղահանված անձանց կեցության սոցիալական աջակցության ծրագրերը։ Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացածների աջակցության ծրագիրը։ Շարունակվելու է կենսաթոշակառուների հետ վճարի տրամադրումը, հանրակրթական դպրոցների ուսուցիչների, մանկավարժների ատեստավորման արդյունքում կապահովվի վերջինիս աշխատավարձերի աճը, կշարունակվի դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման աշխատանքները։ Մամուլի վրա, մամուլը ինքը գնալ ինքնա ցենզուրայի բնականաբար։ Օրինակ ես մարդուն կանչենք, թե չկանչենք։ Լավ ող եթերի ժամանակետինի կարող էլի ես անգամ Պալեստան, բայց դա նյութ ենք պատրաստել, բա որ այսպեսի բան հնչի, բա որ դրա հետևից հետո ազդաժողովը ընկնի, դե լավ եկեք ուրեմն այդ մի կողմ դնենք։ Ու այդ մի ռիսկը մի կողմ դնելով դուրս է թողնվում հսկայական խոսքեազատության քանակ։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այս օրինագծի ընդունման դեպքում նախընտրական շրջանում հատկապես կարող են իշխանությանը ոչ հաճո հանրային դեմքերը պարզապես մեկուսացվել եւ դուրս մնալ մեդիայի տիրույթից։ Եղվարդում ապրող Վարդուհու ընտանիքն այս տարվա օգոստոսից զրկվել է ընտանեկան նպաստից, ինչը նրանց սոցիալական վիճակը ավելի է վատացրել։ 4 հոգանոց ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2 անձ կա, հայրը եւ 16-ամյա որդին, ով դա ունի համախտանիշ ունի։ Ընտանիքի միակ կայուն եկամուտը հաշմանդամության թոշակներն են, ասում են նոր համակարգով այլևս չեն համապատասխանում պահանջներին։ 4470 դրամային հասանելի գույքի, այսինքն 270 դրամի համակ։
Խոսքը մոր տան համասեփականատեր լինելու մասին է, սակայն վստահեցնում է ինքը այդ գույքից չի օգտվում եւ չի տնօրինում այն, ինքն ուրիշ հասցեում է ապրում, ամուսնու տանը, այն 5 անձի համատեղ սեփականություն է, թուղթ է տարել, հիմնավորել, որ այդ գույքին չի տիրապետում, բայց մեկ է, ասում են, քո անունով է գրանցված եւ վերջ։ Ընտանիքի հայրը հաշմանդամության 3-րդ կարգ ունի, աջ ձեռքը չի աշխատում։ Նա նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել զինծառայությունից, աշխատել է շինարարության ոլորտում, սակայն աշխատանքի ընթացքում վնասվածք է ստացել ու այլևս չի կարողանում աշխատանք գտնել։ Հաշմանդամություն ունեցող հայր ու որդի միասին ստանում են 75,000 դրամ թոշակ։ Մենակ փողը չէ, այնտեղ հիվանդանոցա, գազա, լույսա, հենց մի ես լիք առողջական խնդիր ունեմ, բայց չեմ կարողանում գնալ, որտեղ մտնում ես առաջին ասում եմ, դի վճարես, նոր քեզ տենա։ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում անապահովության գնահատման պիլոտային նոր համակարգ է գործարկվել։ Այս համակարգով նախատեսված գույքահարկի շեմ, որից բարձր գույքահարկի պարտավորություն ունեցող ընտանիքներն ավտոմատ դուրս են մնում ընտանեկան նպաստի համակարգից, պարզաբանում են սոցիալ նախարարությունից։ Պիլոտի արդյունքները վերլուծում ենք, որպեսզի փորձնական հասկանանք, ինչ խնդիրների են առերեսվում։ Սա եւս առաջիկայում հնարավոր է վերանայումների եւ փոփոխությունների ենթարկվի։ Առաջացած խնդիրները խմբավորվում են եւ կհասցեագրվեն, որպեսզի ամբողջ հանրապետությունում ռեֆորմի տարածման ժամանակ հնարավորինս շտկված լինեն։ Նման ծրագրերը պետք է բազմակողմանի ուսումնասիրվեն։ Ում են զրկում նպաստից, ում են այն տրամադրում, պետք է գոնե տրամաբանական լինի, ասում է Գործատուների միության նախկին նախագահն ու հավելում. այս դեպքում մեկ չափորոշիչ են օգտագործել։ Պետք է նայեն, թե նման ազնվորությանը, երբ որ նպաստից զրկում են, արդյոք կա հնարավորություն իրեն ինչ-որ մի աշխատանք առաջարկեին։ Նույն նախարարության միջոցով իր զբաղվածության կենտրոններով կոնկրետ առաջարկեին, որը որ այդ տիկինը իր առողջական վիճակից ելնելով կամ հաշմանդամները կարող են ինչ-որ բաներ կատարել։ Մակարյանի խոսքով, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոդելը շատ հստակ է։ Ընտանիքի անդամների թվից է կախված մեկ հոգուն բաժին հասնող գումարի չափը։ Եթե նորմայից պակասում է, պետությունը կամ հարկերն է նվազեցնում, կամ էլ օգնություն է տրամադրում, որ բալանսը պահի։ Ճապոնիան կօգնի Հայաստանին բարելավել մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը։ Կառավարությունում նշում են, մեր երկրում մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, թե կիրառվող տեխնոլոգիաների եւ թե դիտարկվող պարամետրերի տեսանկյունից։ Ուստի ճապոնական ծրագրի շրջանակում Հայաստան կբերվեն ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք թույլ կտան ոչ միայն զարգացնել տվյալների որակի հսկողությունը, կարողությունները, այլև դրանք հասանելի դարձնել հանրությանը։ Մասնագետների խոսքով օդի որակի ներկայիս դիտարկումները կատարվում են նմուշարմամբ եւ լաբորատոր հետազոտությամբ, ինչը հնարավորություն չի տալիս հաճախակի ստանալ տեղեկություն։ Ավտոմատ այս նոր տեխնոլոգիաներով սարքավորումները հնարավորություն են տալիս ավելի հաճախակի օրվա տարբեր ժամերին ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներ։ Լաբորատոր մեթոդներով հնարավոր չի լինում օդի հիմնական աղտոտիչները որոշել, օրինակ ինչպես ածխածնի մոնոքսիդը, որը շմոլ գազ ենք մենք անվանում, PM2.5-ը, PM10-ը։ Սարքավորումները կտեղադրվեն Երևանի 3 վարչական շրջաններում։ Դիտակայանների տեղադրումը պետք է լինի այնպես, որ հնարավոր լինի ստանալ օդի որակի բազմակողմանի տվյալներ, տարբեր ազդեցությունների տակ գտնվող տարածքներից, ներառյալ տրանսպորտային հոսքի, քաղաքային ֆոնի, ջեռուցման կամ արդյունաբերական հատվածները, ինչպես նաև առավել բնակեցված կամ ակտիվ տարածքները, օրինակ շինհրապարակների կամ աղբավայրերի շրջակայքը, որտեղ բնակչությունը խիտ է։ Սա ըստ պատասխանատուների կարևոր քայլ է ավելի արդյունավետ բնապահպանական քաղաքականություն մշակելու եւ առկա խնդիրները լուծելու համար։ Ներկայիս մոնիտորինգը օրվա ընթացքում մեկ արժեք է տալիս, այսինքն նմուշարումը իրականացվում է առավոտը ժամ 8-ից մինչև հաջորդ առավոտ ժամ 8-ին։ Ստացվում է, որ միջինացված արժեք է լինում։ Այդ պարագայում հնարավոր է, որ մեր հիմիկվա դիտարկված տվյալները եւ չի բացառվում, որ այդպես լինի, պետք է ավելի ցածր լինի, քան այն տվյալներն են, որոնք որ պետք է ստացվեն պիկ ժամերի համար։ Այսինքն այստեղ մենք ոչ թե կունենանք, որ մեր տվյալները եւ այս նախկին արված մոնիտորինգային տվյալները եւ նորը իրարից տարբերվում են, սխալ են, այլ կունենանք օրվա տարբեր առավելագույն կոնցենտրացիաների մասին եւս պատկերացում, որը որ հիմա մենք չունենք։ Երևանի ավականու անդամ բժշկական գիտությունների տեխնացու դոցենտ Վարդանյանի գնահատմամբ, թեև քայլը ուշացած է, բայց շատ սպասված։ Նրա կարծիքով ճապոնական փորձը միանշանակ դրական կանդրադառնա մեզ վրա։ Մինչ այսօր մենք չունենք հանրապետությունում այնպիսի սարքեր, որոնք որ կարողանում են տարբերակված փոշու պարագայում հենց ամենավտանգավոր եւ մեր մոտ ամենաբարձր մակարդակ ունեցող PM2.5 մասնիկների գնահատականը տան, որը որ հանդիսանում է ամենավտանգավորներից մեկը, քանի որ մարդու օրգանիզմի կողմից
էվոլյուցիայի ընթացքում մենք չունենք մեխանիզմներ, որոնք որ մեզ պաշտպանում են նման չափի մասնիկներից, նրանք անմիջապես ներծծվում են եւ իրենց անբարենպաստ անդրադարձը անմիջական թողում մարդու օրգանիզմի վրա։ Կարող են հետազոտություններ եւ մենք ունենանք օբյեկտիվ պատկերը։ Սարքավորումների տեխնիկական սպասարկման վերապատրաստումն անցկացվելու է ճապոնական կողմի հետ համատեղ։ Արդեն Երևանի դիտակետերի արդիականացումից հետո համակարգը կներդնեն նաեւ մարզերում։ Պսպղուն տոնական լույսերը մութ գիշերին ցուցանակի փոխարեն ազդարարում են ապարանն է, բարի գալուս տոնական քաղաք, որ այս օրերին մանկության հեքիաթ է հիշեցնում։ Քաղաքի սկզբնակետից մինչև վերջին կանգար աջ ու ձախ զարդ ու զարդարանք է, որ ուղղությամբ նայես հուշումը չի ուշանա, տարվա ամենասպասված տոներն են առջևում։ Քաղաքի գլխավոր զարդն է ամենամեծ տոնածառը, այստեղ հնարավոր է հասնել հեքիաթային կամրջով։ Կենտրոնական հրապարակից անպակաս են նաև ամանորյա սիրված հիթերը, հնչում են ու ջերմացնում ապարանցիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի սրտերը, որ առատ ձյունը միայն զարդարի տոնական մթնոլորտը։ Ամեն տարի ապարանը ճոխ կերպով պատրաստվում է ամանորին, այս տարի իհարկե մի քիչ ավելի յուրահատուկ, որովհետև մեծացրենք տարածքը գեղեցիկ դարձնելու, բազմաթիվ լուսային էֆեկտներ ենք օգտագործում, տոնածառը ձեր աչքի առաջատեսում եք ինչ հրաշալի է, ճիշտ ասած նոյեմբերից արդեն սկսել ենք պատրաստվել։ Այնինչ հիմա տեսնում ենք քաղաքում երկրորդ անգամ են հավաքել։ Ուժգին քամին խառնեց բոլոր ծրագրերը, համայնքապետարանը դեկտեմբերի 15-ին էր նախատեսել տոնական միջոցառմամբ վառել քաղաքի ամանորյա լույսերը։ Այն էլ զարդարանքները տոնական հանդերձանքը վնասվեցին, շուռ եկան գետնով մեկ, բայց նպատակը հստակ էր, քաղաքի ամանորը միևնույն է ամենալավը պետք է լինի, ինչպես հենց քաղաքապետ Կարեն Եղիազարյանն էր մտադրվել։ Ապարանցիների համար արժի, որ ամանորը ամենագեղեցիկը լինի։ Ինչի, որովհետև վերջի 7 տարիների ընթացքում մեր քաղաքի գորշ, անմխիթար, խեղճ վիճակից մենք քաղաքը դարձրել ենք հրաշալի, համայնքը դարձրել ենք հրաշալի ու արժի, որ մեր բնակչությունը ամանորին պես ճոխությունը տեսնի, իրենց մեր երեխաները վայելեն այս գեղեցկությունը։ Այդ է նպատակը։ Քաղաքացիների տպավորությունները լի են դրական էմոցիաներով, տոնական տրամադրությունը ամենուր է։ Հեքիաթային խոսք չկա։ Հատուկ եկել եք, որ ապարանում նոր տարի նշեք։ Բա իհարկե, ապարանի համար ենք։ Լուսավորությունն ու ամեն ինչը զարդարել հրաշք է։ Մեծ ուրախությամբ եք եկել առանց նայելու, որ առանց ձյունը։ Քաղաքի տոնական մթնոլորտում հիմա նաև սպասում կա դեկտեմբերի 31-ին այստեղ նախատեսված տոնական համերգ կլինի, ապարանցիներին հյուր են գալու սիրված արտիստները, 2025-ը կճանապարհեն ուրախ, 26-ը կդիմավորեն մեծ ակնկալիքներով։